Բարի աշխատանքային 5 շաբթի 10:08, այո, այսօր մի փոքր ուշ ենք ձեզ բարի լույս մաղթում, բայց կարևորը բարձր տրամադրությամբ եւ ամենակարևորից սկսելով։ Այո, բնականաբար այսօր եթերում ձեզ համար աշխատելու են Վեգա Անդրեասյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Սուրճ ու սեր առավոտից դուք անպայման կստանաք եւ իհարկե կստանաք նաեւ կարևոր լրատվություն, որովհետեւ ժամը 10:10 րոպե նույնիսկ լուրերը մի քիչ ուշացումով, բայց այդուհանդերձ հնչելու են մեր եթերում։ Մենք քիչ առաջ հետևում էինք կառավարության աշխատանքին, նիստին, իսկ հիմա արդեն մենք կողջունենք մեր շատ սիրելի գործընկեր ռադիո լուրի մեկնաբան Արմինե Գևորգյանին։ Բարի լույս Արմինե։ Բարի լույս գործընկերներ ջան, մենք ռադիո լսողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստը նոր ձևավորված կառավարության նիստը նոր անդամներով տեղի ունեցավ առավոտյան ժամը 9-ին, սովորաբար տեղի էր ունենում ժամը 11-ին, այսօր խախտվել էր, այսպես ասած, ձևավորված ավանդույթը, հետեւաբար դրանով էլ պայմանավորված, որ մենք լուրերը մի փոքր ուշ ենք եթեր հեռարձակում, բայց հիմա կտանք նրանց թարմ տեղեկատվություն։ Այո, դուք հիմա կծանոթանաք վերջին թարմ նորություններին, այնուհետև ես ու Վեգան կշարունակենք ծրագիրը, իսկ մեզ մոտ ավանդույթները չեն խախտվում։ Դե ինչ, ռադիո լուր։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Ընտրություններից հետո ձևավորված կառավարությունն իր անելիքները կներկայացնի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում։ Գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատված լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։ Վարչապետը շեշտել է նաև, որ կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։ Գործադիրը նաև օրենսդիրին ազգային ժողովին առաջարկել է փոփոխություններ կատարել նախարարությունների անվանումներում։ Ըստ այդմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն, արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել միջոցառումների շարք, որոնց ընդհանուր ծախսը նախնական հաշվարկով կկազմի շուրջ 1 միլիոն ԱՄՆ $։ Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն միջոցառումներ կկազմակերպեն օտարերկրապետություններում գործող Հայաստանի 51 դիվանագիտական ներկայացուցչություններում։ Դրանք կներառեն պաշտոնական ընդունելություններ, համերգներ, գրքերի, լուսանկարների, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ ու թեմատիկ քննարկումներ։ Միջոցառումների ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հայաստանի պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները, խաղաղության օրակարգը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային եւ ներդրումային հնարավորությունները։ Կներկայացվեն նաև հայկական խոհանոցը, գինեգործությունն ու հայրենական արտադրանքը։ Հայաստանում է TRIP առևտրային հիմնադրամի ղեկավար Կոստանտին Սոկոլովը, ավելի քան $400 միլիոն բյուջե ունեցող ամերիկյան հիմնադրամի ղեկավարի պաշտոնում սա նրա առաջին այցն է Երևան։ Կոստանտին Սոկոլովը եւ ԱՄՆ-հատուկ բանագնացի ավագ խորհրդական այրե Լացյուրթոին ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ պաշտոնական աղբյուրների կողմերը քննարկել են TRIP նախագծի իրականացման հարցերը։ Վարչապետի հետ հանդիպանը վստահություն է հայտնվել, որ տեխնիկական հարցերի լուծումից հետո առաջիկայում տեսանելի կլինեն գործնական քայլերը, իսկ արտգործնախարարի հետ ընդգծվել է ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու երկուստեք շահագրգռվածությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարևորության եւ դրա ամրապնդման հնարավոր քայլերին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների, մասնավորապես Դոնալդ Թրամփի դերը խաղաղության հաստատման գործում, շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն եւ դրական դինամիկա։ Եվ վերջում մեկ լուր միջազգային լրահոսից Իրանի եւ Օմանի միջև համաձայնագիրը Թեհրանին վերահսկողության իրավունք կտա Հորմուզի նեղուցով Պարսից ծոց անցնող նավերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
գործակալությունը սա բնութագրում է որպես մինչ օրս Իրանին արված ամենախոշոր զիջումներից մեկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը շատ շուտով կբացվի, սակայն Reuters-ի զրուցակիցների խոսքով բանակցություններում դեռ կան չլուծված հարցեր։ Իրանը ձգտում է սահմանել նեղուցով անցնող բեռների արժեքը 5-ից 7%-ի չափով վճար, Օմանը պնդում է 3%-ը, իսկ ԱՄՆ-ն դեմ է նման վճարներին։ Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ցանկացած վճար պետք է լինի կամավոր։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, Ռադիոլուրի եթերում փոսափողի մոտ Արմինե Գևորգյանն էր։ Սուրճ ու սեր առավոտից։
այո, գտեք դեր միակին, եթե դեռ չեք գտել, անփոխարինելին եւ այո, թող ծիածանի գույները միշտ, չգիտեմ, միացնեն սիրող սրտեր եւ այլն, այսպես երկից փոքրիկ զեղում գեղարվեստական։ Տեսնենք թե որքանով է եղանակը եւ ավտոճանապարհները տրամադրող, որպեսզի մարդիկ դուրս գան եւ փնտրեն իրենց միակին եւ երկրորդ կեսին։ Այո, տանը մի նստեք, տանը չեն գալու ձեզ։ Մի նստեք թախտին եւ սպասեք բախտին։ Դա այդքան էլ իրական չէ մեր օրերում եւ պետք է դուրս գալ, շփվել մարդկանց հետ եւ նաեւ հարգելի ռադիոլսողներ, տեղեկացնենք, որ այսօր օգոստոսի 6-ն է եւ 5 շաբթի։ Փաստորեն։ Այո, օրը 5 շաբթի է, ժամն արդեն 10-ից է 18 եւ այսօր երեկոյան ժամերին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև, անձրև եւ ամպրոպ։ Հանրապետությունում, չէ՞։ Հանրապետության տարածքում, այո, քամին հարավ-արևելյան է եւ արևելյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ մինչեւ ամսի 10-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին նաև քամուշ գնացում է սպասվում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, այնպես որ սա նկատի ունեցեք, չնայած թե տեղումներին, թե քամուշ գնացմանը, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Հիմա տեսնենք, թե մայրաքաղաքում պատկերն ինչպիսին է։ Վերադառնանք մայրաքաղաք, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ, էլի քամուշ գնացում կունենանք 12-ից 15 մետր վարկյան արագությամբ, ամեն դեպքում այսօր ցերեկը սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն, ըստ կանխատեսումների երեկոյան մինչև 30, իսկ գիշերը կունենանք մինչև 23 աստիճան տաքություն։ Հեռախոսային հավելվածը տեսնեմ, թե այս պահին ինչ է ցույց տալիս, ըստ իմ հեռախոսի այս պահին 26 աստիճան է, բայց հաշվի առնելով, որ մենք փակ ստուդիայում ենք, 1-2 աստիճանով կարծում եմ դրսում իրավիճակը ավելի բարձր ջերմաստիճան է։ Դե կախված թե քո հեռախոսի կայանը որտեղ է տեղադրված Հայաստանի Հանրապետության տարածքի, կարող են նաև տարբերություն տալ իմ ու քո հեռախոսների կայանների, այսպես ասած 1-2 նիշով տարբերվեն, բայց դա էական չէ, էականն այն է, որ թող մեր հոգում միշտ ջերմ լինի, տաք լինի եւ փորձենք յուրաքանչյուր օրը վայելել ու ապրել, սա կարեւոր է, որովհետեւ հիշեք մի կարեւոր բան, որ այս կյանքում մեկ անգամ ենք ապրում եւ պիտի կարողանանք կյանքից քաղել, կորզել ամենագլխավորն ու կարեւորը։ Իսկ ամառային շրջանը նրա համար է, որպեսզի մենք նաեւ ժամանակը չվատնենք եւ եթե մայրաքաղաքում ենք ապրում կամ քաղաքում, ապա գնանք ու բնության ավելի մոտ լինենք, իսկ հնարավորություն է տալիս այդ հարցում նաև եղանակը, որովհետև մեծապես եղանակով են նաև պայմանավորված ճանապարհները, որոնք անցանելի են կամ անանցանելի։ Ավտոճանապարհները Հայաստանի Հանրապետության տարածքում անցանելի են ամբողջությամբ, այնպես որ կարող եք վայելել Հայաստանը, Հայաստանի տարբեր մարզերը, իսկ ինչ վերաբերում է Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հարգելի ռադիոլսողներ։ Նույնը ցավոք չեն կարող ասել մայրաքաղաքի փողոցների համար, այո, բայց շատ վատ էլ չէ, 6-ը հենց այն փողոցներն են, որոնք սովորաբար անկախ կարծես թե տարվա սեզոնից խցանված են լինում, նախ Աթենքի փողոցն է շատ խցանված, բավական խցանված է Արշակունյաց Պողոտան, հատկապես դեպի նախկին Կրկես եկող հատվածը, այդ մասն է բավական խցանված, հրապարակ տանող բոլոր փողոցներն են բավական խցանված, Պապթակավորը, Աբովյան փողոցը գրեթե հատկապես ներքևի հատվածը ամբողջությամբ կանգնած է Կենտրոն եկողները նույնպես խցանված են, բայց այս պահին կարծես թե Միասնիկյանը համեմատաբար թեթևեց, չգիտեմ թե սա ինչքան կտևի, Տերյանը, Մաշտոցը հատկապես դեպի Փակշուկա իջնող, օպերայից Փակշուկա իջնող հատվածն է ավելի ծանր եւ Կապույտ մզկիթի մոտակայքը նույնպես բավական ծանրաբեռնված է, ամեն դեպքում համեմատաբար ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցինք, թեթև է շատ խցանված փողոցները հիմնականում սրանք էին, նաև այո, Իդեպ Դալմայի կողքի փողոցն է բոսոր կարմիրով ներկված, այստեղ ունենք նաև փակ փողոցի միջայլոց, հիմա փորձենք հասկանալ այդ փակ փողոցը որ հատվածում է գտնվում, Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ է,
Դե լավ, Կիևյան կամուրջներ։ Դա մեզ համար նորություն չի, նաև կա երկու ավտովթար հարգելի ռադիոլսողներ։ Մի ավտովթարը ջրաշխարհի հարևանությամբ է գտնվում հենց այդ ճանապարհին, երկրորդ ավտովթարը Գարեգին Նժդեհ փողոցում է։ Զգոն եղեք եւ ուրախացրեք մի օր մեզ, էլի, այնպես թող տեղի լինի, որ մենք չունենանք որևէ վթար եւ չունենանք խոսելու որևէ բան վթարների հետ կապված, սա իհարկե երջանկություն կլինի, բայց ես եւս մեկ հորդորել եմ ուզում հղել վարորդներին, հատկապես երիտասարդ վարորդներին, որոնք ունեն թանկարժեք մեքենա, ունեն հնարավորություն եւ որոշում են ուշադրություն գրավել։ Այդ տարբերակով դուք ուշադրություն նույնիսկ եթե գրավում եք, ապա շատ վատ ձևով եք ուշադրություն գրավում, մարդիկ նյարդայնանում են եւ վատ բաներ են մտածում ձեր մասին։ Երբ փորձում եք այնպես մեքենան վարել, շատ նեղ փողոցով, որ աղմկի։ Այո, ոչ միայն աղմկի, այլև մեծ արագություն եք վերցնում, որը կարող է մարդկային կյանքերի արժանալ, այնպես որ ձեր թիթիզությունը, այսպես ասած, դատարկ գլուխգովան թիթիզությունը ոչ ոքի պետք չէ եւ անկեղծ ասած ձեր այդ վարքից ոչ թե մարդիկ ասում են վաու, այլ ասում են ով էր սա ու ինչու ինչու հարգանքի զրո արժանի է նման վարվելակերպ ունեցող վարորդը ներեցեք, բայց դա իրականություն է եւ եթե ձեզ թվում էր որ դուք վաու ինչեր եք անում սխրագործ եք հերոս եք, ապա ոչ, ճիշտ հակառակը այնպես որ արժեքները իրենց տեղում պետք է տնել եւ հաշվի առնել ամեն բան ու հարգել մյուս մարդկանց, եթե ուզում եք ունենաք հարգանք եւ ձեզ հարգեն։ Ճիշտ չեմ? Վստահաբար։ Եվ այն էլ հիմա երբ ժամանակները փոխվել են, գրեթե ոչնչով հնարավոր չի զարմացնել, այդ թվականները կարծում եմ անցել են, հիմա հակառակը կարծում եմ գնահատվում է ավելի շատ դաստիարակությունը, համակեցության կանոններին հետևելը եւ մարդկանց դիսկոմֆորտի մեջ չնետելը, այնպես որ հանգստացեք։ Հանգստացեք տղաներ եւ այո, դա ձեզ ոչինչ չի վեր։ Մի խոսքով տեղափոխվում եք օթային տարածքներ, որտեղ օթաչուները հստակ գիտեն բոլոր օրենքները եւ երբևէ չեն խախտում եւ հասկանում են, որ մարդկային կյանքերի հետ գործ ունեն, ի տարբերություն որոշ երիտասարդների, որոնք չգիտես ինչպես ստացել են թանկարժեք մեքենաներ։ Ինչևէ, եթե դիտարկում ենք օթային տարածքները, ապա տեսնում ենք ունենք ուշացում եւ ունենք 3 վաղաժամ վայրեջք։ Ուշացումը Սոչիի չվերթին է վերաբերում։ Այսօր պիտի Սոչիի չվերթը վայրեջք կատարեր, հա, ինքնաթիռը Հայաստան ժամաներ ժամը 11-ին, բայց փոխարենը ժամը 17-ին է Հայաստան ժամանելու։ Վաղաժամ թռիչքներն են, վայրեջքներն են ավելի շուտ Բուդապեշտի չվերթը 11:10-ի փոխարեն Հայաստան կգա 10:53-ին եւ եւս երկուսը բնականաբար Դուբայի չվերթներն են։ Այ քույրիկիդ կհարցնես, էլի ինչով է պայմանավորված, որ Միացյալ Արաբական Էմիրությունների չվերթները միշտ վաղաժամ են գալիս։ Քամին է օգնում, ինչպես դու էիդ մի անգամ ասում։ 11:25-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 10:51-ին հարգելի ռադիոլսողներ, մնացած ժամանումները կարծես թե ժամանակին են լինելու։ Գնանք մեկնումների սանդղակ, բնականաբար եթե Սոչիի չվերթը ուշ է Հայաստան ժամանելու, չէ, սա ոչ մի կապ չունի դրա հետ, բայց այդուհանդերձ Սոչիի 2 չվերթ որոնք պետք է Հայաստանից մեկնեն դեպի Սոչի 10:35-ի փոխարեն չվերթը կիրականացնեն 12:15-ին։ Մենք Շիրազի չվերթը Չեխիալ է հայտարարված, որը պետք է տեղի ունենար 10:55-ին։ Ուշացում ունենք եւս մեկ Սոչիի Սոչիի չվերթը, որ ժամը 11-ի փոխարեն պիտի Հայաստան գա ժամը 17-ին, հետեւաբար իր թռիչքը կիրականացնի 18:25-ին։ Մնացածը ժամանակին են լինելու, դուրս արի ժամանակին, որտեղ հասնես ժամանակին, մի խոսքով։ Եվ իհարկե բոլորին ասում ենք բարի վերադարձ եւ իհարկե բարի ճանապարհ, ովքեր մեկնում են հանգստի, իդեպ շատ ասել եմ, շատ եմ սիրում Օգոստոսյան ամառը Երևանում, որովհետեւ բոլորը գնում են հանգստանալու, եւ շունչը բացվում է մի տեսակ։ Դա բնականաբար մեկնելիս հատկապես օրվա փոխարժեքին ծանոթ լինելը չի խանգարի, այնպես որ տեսնենք թե կենտրոնական բանկն ինչ է ասում այս առումով։ Ամերիկյան դոլարը համարժեք է 366 դրամի եւ 14 լումայի այսօր, 422 եւ 56 է եվրոն, ռուսական ռուբլին 4.5 է, 139 դրամ 73 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգն է 493 դրամ 12 լումա, դիրհամն այսօր 99 դրամ է 685 լումա եւ 0.026 էլ իրանական ռիալն է վերջին շրջանում ամփոփող։
Սա էլ տարադրամի փոխարժեքի մասին հիշեցնենք, որ մենք ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, այլ նաև on-line հարթակներում, մասնավորապես մեր Facebook-յան էջում եւ կայքում, armradio.am Facebook-յան էջում ունենք նաև մեկնաբանություններ, մեր գործընկեր Արմինե Գևորգյանը տաղավարից դուրս գալուց հետո հասցրել է մեկնաբանություն գրել է եթերում աշխատելու են նաև Արմինեն եւ յուր գրիչը, բայց մենք չենք ասի թե ինչի մասին է խոսքը, եթե ուզում եք հասկանալ թե ինչ փոքրիկ հումորային ակնարկ եք, կարող եք ինքներդ դիտել մեզ նաև մեր Facebook-յան էջում։ Այո, հետևեք մեզ։ Այո, մեր ամենահավատարիմ ռադիոլսողներից Էդիկ Բաբուջյանը նույնպես միացել է մեզ եւ ծաղիկներ է ուղարկում։ Շնորհակալություն ծաղիկների համար, այո, հիանալի է, երբ կա ուշադրություն։ Մենք ինչևէ բոլոր քարտեզները քանդրտեցինք, ուսումնասիրեցինք եւ ձեր ուշադրությանը ներկայացրեցինք, նույնիսկ կարող ենք ասել, որ խցանումների քարտեզը, օթային քարտեզը եւ քիչ անց նաեւ կլսեք քարտեզի հետ կապված երգ, բայց մինչ այդ գովաստ այնուհետև կշարունակենք մեր եթերը։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից ու ոչ միայն սուրճ ու սեր, այլև ջերմ տրամադրություն, հաճելի նոտաներ եւ իհարկե կարեւոր տեղեկություններ, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը հարգելի ռադիոլսողներ։ Դե ինչ վեկա, դսենք քարտեզով Անցնենք երաժշտական քարտեզով, հետո վերադառնանք ու սկսենք թերթել պատմության էջերը հասկանալու համար, թե օգոստոսի 6-ին ինչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել եւ ինչ հետաքրքիր դեմքեր են ծնվել։ Դե մի խոսքով պատմության քարտեզն էլ կփորփրենք հենց այդ ժամանակ։ Գնացինք Կամի Ֆրանսի Վետամուկուչյան։ Աստղերից կողանան քարտեզ, իմանամ քո տեղը, մոտենամ անունը դասես, ինձ գերել են քո աչքերը, աստղերից կողանամ քարտեզ, իմանամ քո տեղը, մոտենամ անունը դասես, ինձ այրել են քո աչքերը։ Համերիսը վերանամ, ումարկը վերանամ, թենները տիրանամ, նա կարավարի, կարավարի, բարապամոդարի, Կատակում ես դու ասելով գնա ու կտա վերջապես մի տղա ես կարծես հասկացամ որ անգույներ աշխարհն առանց քեզ անում եմ կապրիզ դա քեզ դուր ա գալիս մեկ-մեկից կոպտում ես բայց լույս ես տալիս ֆակտ ամաչում ես բայց ցույց ես տալիս որ ինձ հավանում ես լույս ես տալիս կանվել ես մտքիս ու դուր չես գալիս անախ մեջ ինձ սիրտը քո անունն ա տալիս ու ես կմեռնեմ իմ գրկում քեզ գալիս երբ գրկում է քարտեզը տալիս չեն տալիս Իմանամ քո
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից ողջույններ, ջերմ բոլորիդ։ Բարի լույս, հերթական անգամ մաղթում ենք ձեզ 19:33 ժամանակն է եւս մեկ անգամ ձեզ հիշեցնելու, որ 55:3702 հեռախոսահամարը հասանելի է ամբողջ եթերի ընթացքում, կարող եք զանգահարել մեզ ձեր հարցերը, ողջույնները, գուցե հետաքրքիր պատմություններ ուղղել, այնպես որ սպասում ենք ձեզ, եթերը դարձնենք ինտերակտիվ, իսկ եթե զանգահարել չեք ուզում, կարող եք գրել մեր Facebook-յան էջին մեկնաբանություն։ Այո, մենք սպասում ենք ձեր նամակներին, հարգելի ռադիոլսողներ, ձեր արձագանքներին, այսօր փոքր-ինչ կարճ է մեր եթերը, բայց կարծում եմ սա խնդիր չէ ոչ մեկիս համար, կարևորը որ միասին ենք դիմավորում նոր օրը, հա, այդպես էլ անվանենք բավարար է։ Եվ իհարկե ձեզ ներկայացրեցինք խցանումները, կարևոր տեղեկությունները, հիմա ճիշտ ժամանակն է, որ միասին ուսումնասիրենք պատմության քարտեզը եւ փորձենք հասկանալ, թե ինչով է այն նշանավորվել տարբեր թվականներին եւ ովքեր են ծնվել հենց այսօրը տարբեր թվականներին։ Շատ կարևոր մի տոնի նախ առաջ անդրադառնանք։ Այսօր բժիշկները հանուն խաղաղության կազմակերպության միջազգային օրն է, այն առաջադրել է աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման կազմակերպությունը, սա կապված է 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկի Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման օրվա հետ, որը 1945-ի հենց այսօրն է տեղի ունեցել օգոստոսի 6-ին։ Այո, այսօրը յուրօրինակ հիշեցում է պատերազմական իրավիճակներում խաղաղության համար մղվող պայքարում բժիշկների անփոխարինելի դերի մասին։ Իսկ ինչ վերաբերում է Հիրոսիմա քաղաքում, ապա ամեն տարի այսօրը հնչում են հիշատակի զանգերը, երկինք են բաց թողնվում սպիտակ աղավնիներ եւ հայտարարվում է լռության րոպե։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, այո, մենք գիտենք, որ նման ծանր վիճակում յուրաքանչյուր երկրում առաջնային եւ կարեւոր դեր ունեն եւ սպիտակ զինվորներ են նրանց անվանում բժիշկները, որոնք գնում են եւ իրենց համար ոչ հարմարավետ պայմաններում, բայց փորձում են կյանքեր փրկել եւ լինել մարդկանց կողքին։ Այո, հատկապես արտակարգ իրավիճակներում, պատերազմական իրավիճակներում աշխատող բժիշկներին առանձնահատուկ շնորհակալություն, չնայած միշտ եւ հավերժ շնորհակալ ենք առհասարակ բոլոր բժիշկներին։ Կարծում եմ սա ամենակարևոր մասնագիտությունն է։ Վերջում էլ հավելենք, որ աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման կազմակերպությունը ստեղծվել է 1980 թվականին Ֆրանսիայում առանձնանալով մեկ այլ հայտնի բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունից եւ հետեւաբար արդեն ստացվել է երկուսը այս պարագայում։ Գնանք եւ միասին փորձենք հասկանալ ել ինչ հետաքրքիր տոներ կան եւ Լուսինե, երբ թերթում ենք օրացույցը, ինձ ամենաշատը զարմացնում, երբեմն էլ անհեթեթ է թվում այն կտրուկ տարբերությունը օրերի եւ տոների, որոնք կարող են նույն օրը նշվել։ Դե տարբեր երկրներում են դրանով պայմանավորված։ Այսօր փաստորեն Sailor Moon-ի միջազգային օրն է, սա հայտնի անիմե ժանրի մուլտֆիլմ է Sailor Moon-ը, եթե նկարը տեսնես, վստահաբար դու էլ կհիշես նրան, որովհետեւ նույնիսկ եթե հենց մուլտֆիլմը դիտած չլինեք, նա շատ հայտնի կերպար է եւ շատ բոլորին ծանոթ այս շիկահել լեգենդար աղջիկն է, այսպես ասած, փաստորեն նա իր ազգային նույնիսկ ազգային չի է, միջազգային օրն ունի, բայց քանի դեռ ազգայիններից էինք խոսում, այո, տեսնենք թե տարբեր երկրներում ինչ տոներ են այսօր նշվում։ Դե ինչ, գնացինք շատ խառն է օրացույցը ու հագեցած տոներով, Միացյալ Արաբական Էմիրություններում նշում են Շեյխ Զայդի գահ բարձրանալու օրը։ Իսկ հիմա տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, որտեղ մեզ միշտ են կարողանում զարմացրել, այսօր ֆերմերներին երախտագիտություն հայտնելու օրն է նահանգներում։ Իդեպ ոչ միայն նահանգներում, շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր հենց այս գործով են զբաղվում եւ իրենց գործը անփոխարինելի ու կարեւոր է յուրաքանչյուր քաղաքում ապրող մարդու համար, որովհետեւ բավականին բարդ, ինֆորմատիվ առումով դժվար աշխատանք է, որին մենք չենք տիրապետում, այնպես որ ձեզ համբերություն եւ շնորհակալություն։ Թարմ շնչառության ազգային օրներ են նշում այսօր Միացյալ Նահանգներում։ Սա ինձ է պետք իսկապես, թարմ շնչառությունը շատ կարևոր է եւ թարմ շնչառության կողքին ավելացնենք ճիշտ շնչառությունը, որովհետեւ երբ շնչառությունը սխալ է, այս ժամանակ տարբեր օրգաններին վնաս ենք հասցնում, նաեւ բերանի խոռոչին, ատամնաշարին, երբ բերանով է սկսում շնչել, շնչառությունը սխալ է լինում, փոխվում է եւ դրա հետևանքով արդեն այնպես է ստացվում, որ նաեւ սրտին է վնասում, շատ քո օրգանիզմի աշխատանքը մեծապես պայմանավորված է նաև ճիշտ շնչառությամբ
հետ, հա, իր առողջություն տեսանկյունից։ Գնանք հաջորդը, կարծես սրան դու ծանոթ ես։ Այո, միաժամանակ երկու տեսակի գարեջրի ազգային օրենն նահանգներում նշում, առաջինը float տեսակի գարեջուրն է, երկրորդն էլ IPA-ը, որը Pale Ale տեսակի գարեջրի օրն է, միանգամից երկուսն էլ նշում են այսօր։ Հետաքրքիր է ինչով է պայմանավորված, բայց հաճախ ես ոտքիդ մատները շարժում։ Կարծում եմ երևի քայլելիս, Չէ, նստած տեղը օրինակ։ Հենց ասացիր, սկսեցի Ես էլ, որովհետև այսօր Միացյալ Նահանգներում նշում են ոտքի մատները շարժելու ազգային օր, բայց ինչի ախր, ինչու։ Չգիտեմ ինչով է պայմանավորված։ Այս հաջորդ տոնը ինձ թվում է ամենաուրախ զվարթ տոներից մեկն է, չէ։ Օթոբարիկ թռցնելու օրն է, բայց իրականում անգլերենում նաև փուչիկներ երկինք բաց թողնելու օր է թարգմանվում, հետևաբար կարծում եմ ցանկացած գեղեցիկ գունավորբան, որը կարելի է առանց, այո, ինչ-որ մեկին վնասելու օդ բարձրացնել, այսօր այդ ամենի տոնն է նշվում։ Շարունակենք տեղափոխվենք Անգլիա, օգոստոսյան 5 շաբթին են այնտեղ նշում, իսկ տեղափոխվելով Արգենտինա, տեսնում ենք, որ գյուղատնտեսության կրթության օրն է այնտեղ։ Ամենակարևոր տոնն է նշում Բոլիվիան, այսօր այնտեղ անկախության օրն են տոնում։ Իրանում նշում են սահմանադրության օրը։ Կոլումբիայում էլ Բոգոտայի դիմակահանդեսն է փաստորեն այսօր խոսելով, Բոգոտա մայրաքաղաքն է եւ նրանք ցանկացած տոն մեծ չգիտեմ ինչի են վերածում, այնքան հետաքրքիր է նրանց մոտ այդ տոնակատարությունները, դրանցից մեկին ներկա եմ եղել եւ ապշել է ուղակի ամբողջ բնակչությունը փողոցներում է, մեքենաները այդ օրը չեն երթևեկում, ուրախանում են, երգում են, մի խոսքով հրաշալի է ուղակի։ Մի տեսակ հետ գնացի շատ հին տարիներ, որ ինձ բախտ էր վիճակվել հայտնվել Բոգոտայում։ Կարևոր օր է նշում նաեւ Ջամայկան, անկախության օրն է այնտեղ։ Եվ մենք արդեն ասացինք, որ Ճապոնիայում խաղաղության հուշային արարողությունն են Հիրոսիմայում, դե գիտեք արդեն ինչով է այն պայմանավորված։ Ռուսաստանում նույնպես վերջին շրջանում տարօրինակ օրերին անդրադառնում ենք, Սնկաբեր անձրևի օրն է այսօր։ Ավելի տարօրինակ է հաջորդը, մի տեսակ իրար հակասող տարբերակ է, բայց վատ չի։ Լավ են մտածել, կրակոտ ջրի օրն են նշում նրանք։ Սալվադորում էլ մեկնարկում է օգոստոսյան փառատոնը։ Հետաքրքիր դեպքերն ու իրադարձություններն էլ ներկայացնենք ձեր ուշադրությանը հարգելի ռադիոլսողներ։ Curiosity Մարսագնացը հաջող վայրեջք է կատարում Մարսի վրա 2012 թվականի այս օրը։ Շարունակենք թերթել պատմության էջերը, փորձենք հասկանալ, շատ հետաքրքիր մի տոն էլ կա, 1965 թվականի այսօրը լույս է տեսնում Beatles-ի 5-րդ ալբոմը Help-ը։ Առաջին անգամ է 1932-ի այսօրը անցկացվել Վենետիկի կինոփառատոնը։ Իսկ Էստոնիան 1940 թվականի այսօրը մտել է սովետական միության կազմի մեջ։ 1926-ի այսօրն է շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցել, 19-ամյա անդամենը 19-ամյա Գերտրուդա Ադերլենը դառնում է առաջին կինը, որը լողալով անցնում է Լա Մանշը 56 կիլոմետրը, նա անցնում է 14 ժամ 31 րոպեում։ Իսկ հիմա տեղափոխվենք 1889 թվական, վերջին անգամ առանց ձեռնոցների բռնցքամարտ է անցկացվել հենց այսօր այդ թվականին։ Տեսնենք թե էլ ինչեր են տեղի ունեցել այսօրը, Վանկուվեր կղզին է դառնում բրիտանական Կոլումբիայի մի մաս 1866-ի այսօրը։ Շարունակենք եւ փորձենք հասկանալ էլ ինչ իրադարձություններ կան։ 1825 թվականի այսօրը Չուկիսակայի կոնգրեսը հայտարարում է Վերին Պերուի անկախության մասին, որը ստանում է Բոլիվիա անունը։ Եվ փաստորեն հենց այսօրն է իմ մի երկիր կա, որ անպայման ուզում եմ այցելել, եւ 1496-ի այսօրը Բարտոլոմեո Կոլումբը հիմնադրում է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոն։ Շատ եմ ուզում այնտեղ լինելուսն է։ Ինչ թվում է կլինես, որովհետեւ երազանքները իրականանալու հատկություն ունեն, եթե իսկապես շատ ես ուզում։ 1806 թվականի այսօրը Սրբազան հռոմեական կայսրության վերջին կայսր Ֆրանց II-ը հրաժարվում է գահից, ինչն էլ կայսրության վերջն է դառնում։ Այսպիսի բաներ։ Իսկ Բրիստոլ է վերադառնում Կանադան հայտնաբերած Ջոն Կաբոտի արշավախումբը 1497 թվականի այսօրը։ Կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի մենք հիմա ինչ ես կարծում, համամիտես ինձ հետ Beatles-ի կատարումներից որևէ մեկը լսենք։ Անպայման։ Օրինակ, որը կուզեիր լսել։ Դե արի հենց Yesterday-ներ լսենք, քանի որ մի անգամից աչքից հենց դա մեր պանակից հենց Yesterday-ը մի անգամից աչք ծակեց եւ կարծում եմ պիտի վայելենք միասին, այնուհետև կշարունակենք եթերը։
yesterday. All my troubles seem so far away. Now it looks as though they're here to stay. Oh, I believe in yesterday. Suddenly, I'm not half the man I used to be. There's a shadow hanging over me. Oh, yesterday came suddenly. Why she had to go, I don't know. She wouldn't say. I said something wrong. Now I long for yesterday. Yesterday, love was such an easy game to play. Now I need a place to hide away. Oh, I believe in yesterday. Why she had to go, I don't know. She wouldn't say. I said something wrong. Now I long for yesterday. Yesterday, love was such an easy game to play. Now I need a place to hide away. Oh, I believe in yesterday. Ինչ տեղի է ունենում 3, թող մնա 3 եւ մենք շարժվենք առաջ ու աշխատենք հետ չնայել, ինչ կարծիք Եվ այո, ես։ թող այսօրը միշտ այնքան լավը լինի, որ 3-ը հիշելու, այն էլ տխրությամբ հիշելու տրամադրություն չունենանք։ Դե ինչ, բայց 3-ը հիշելու կարծում եմ կարիք կա, երբ կարևոր մարդիկ են նաև ծնվում եւ մենք պետք է հիշենք թե ովքեր են ծնվել։ Հենց այսօրը տարբեր թվականներին։ Եկեք մարզիկներից սկսենք հոլանդացի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին եւ գերմանացի ֆուտբոլիստ Ռոման Վայդենֆելերը համապատասխանաբար 1983 եւ 1980 թվականների այսօրն են ծնվել։ Սպորտից չհեռանալով հայ եռացատկորտ Արմեն Մարտիրոսյանն էլ 1969-ի այսօրն է ծնվել։ 1928 թվականի այսօրը ծնվել է ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, կինոռեժիսոր, փոփ արտ-շարժման նշանավոր ներկայացուցիչ Էնդի Ուորհոլը։ 1960-ականներին եղել է առաջին ալտերնատիվ ռոք խմբի Velvet Underground-ի մենեջերն ու պրոդյուսերը, Warhol-ի կյանքի մասին գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր են նկարահանվել, հաճախ տաղանդավոր մարդիկ, որոնք ստեղծում են կարևոր արժեքային բաներ, միշտ մնում են, այսպես ասած, կադրից դուրս, հա։ Բայց այս կերպարը, այդ կերպարը չի, որ Այո, վստահաբար, եթե ինչ-որ մեկը հենց անունով հանկարծ չհիշեցում մասին է խոսքը, այն հայտնի 4 մերլինները նկարի հեղինակն է Warhol-ը եւ իսկապես փոփ-արտ ժանրի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ռումինահայ նկարիչ Չիկ Տամատյանն է ծնվել 1919 թվականի այսօրը։ Գնանք կինոաշխարհ, ամերիկացի կինոդերասան, Country Watch-ի երգիչ Ռոբերտ Միչեմն է ծնվել 1917 թվականի հենց այսօր։ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 23-րդն է։ Մեկական անգամ ներկայացվել է Օսկարի եւ Բաֆտայի, ստացել է 1 ոսկե գլոբուս կինոյում ունեցած ավանդի համար։ Ահա, եւ 1984-ից հոլիվուդյան парքի ծառուղում էլ նա ունի իր աստղը, չնայած այդ парքի ծառուղին այն վիճակում է, որ ես վստահ չեմ, որ парքի հետ որևէ կապ ունի այնտեղ։ Դու նկատի ունես ով փող ունի, իր անունը այնտեղ դաջվում է։ Դա ճիշտ ասած չգիտեմ ֆինանսական մասով, բայց Հոլիվուդի բավական գուցե, բայց այն Հոլիվուդի բավական կեղտոտ հատվածներից է եւ հիշում եմ, որ ոտատակ է, այո, շատ ոտատակ է եւ մաքուր չէ եւ կողքը տուրիստներին ուղված բազմաթիվ մանր-մունր իրերի խանութներ են, ոչ այնքան հիգիենիկ վիճակ է եւ իմ սիրելի ռեժիսորի աստղը նկարելու համար ես ոտքով ստիպված եղա աղբը այսօր այն կողմ տանել, ասած ես ինչ է Ալեք Մանուկյանի парքի ծառուղին շատ ավելի գեղեցիկ եւ տրամադրող ու կոկիկ է, քան Հոլիվուդին։ Որովհետեւ մենք միշտ մաքրում ենք եւ հարգում մեծերին, որոնք իրենց գործունեության ընթացքում կարևոր հետք են թողել եւ մենք դրանք շարունակում ենք կարծես։ Եվ այս պարագայում, այո, հաճախ
համացանցերում պատտվող գեղեցիկ նկարահանված տարբերակները միշտ չէ, որ իրականության հետ համապատասխանում են։ Հատկապես երբ գնում ես որևէ այլ երկիր եւ must to go տարբերակները վիզիտ գիտես, որոնք պիտի գնաս ու գնում ես ու հիասթափվում ես, որովհետեւ այն նկարներն ու այն պատկերները, որ դու տեսել ես, այդքան էլ մոտ չեն իրականությանը։ Կամ էլ եթե նույնիսկ մոտ են լինում, այնքան շատ են տուրիստներով լցված լինում այդ հատվածները, որ հնարավոր էլ չի լինում նույնիսկ դիտել, այնպես որ միշտ էլ լավ է ոչ միայն տուրիստական ուղղությունները, հենց տուրիստական կետերը քաղաքների բացահայտել, այլ լոկալ վստահաբար շատ ավելի գեղեցիկ եւ ձեզ համար սիրուն բաներ կբացահայտեք։ Վերջին երկու անուններն էլ նշենք, քանդակագործուհի, գրող Նվարդ Զարյանն է ծնվել 1917 թվականի այսօրը։ Եվ երևի թե այս Այո, ֆրանսիացի բանաստեղծ եւ թատերագիր Պոլ Լուի Շարլ Մարի Կլոդելն էլ ծնվել է 1868 թվականի օգոստոսի 6-ին։ Առաջարկում եմ պատմության էջերը փակենք, Ահա։ որովհետև կարծես ամեն ինչ ասված է, չէ՞, սպարական։ Այո, եւ իրականում շատ շուտով րոպեներ անց ստիպված ենք լինելու նաեւ եթերը փակել, բայց մինչեւ այդ եւս երկու մեկնաբանություն կարդամ, մինչեւ հերթական երաժշտական դաթարը Նարեկ Մկոյանն էլ է մեզ միացել եւ ստիկերներ ուղարկել Level Մինասյանն էլ մեզ կոմպլիմենտ է արել Լուսինե, բարի առավոտ եթերի չքնաղներին։ Ոյ, շնորհակալություն։ Շնորհակալություն ենք հայտնում եւ հիշեցնում, որ դուք էլ դեռ ունեք մի քանի րոպե ժամանակ մեզ մեկնաբանություն Վերջին րոպեներն են, արագ գրեք, եթե բան ունեք ասելու, որ հասցնեք եւ եթերում հնչեն այդ ձեր խոսքերը։ Այնպես որ գնացինք։ Ոչ մի երազանքիցդ ինձ լսես չես հրաժարվի Մեկա իմ ու կոնսերտում սերկա Մեկա էտ սիրուն տերկա Վերկաց մոտարի ու բարի Մեկա իմ ու կոնսերտում սերկա Մեկա իմ սրտով երկա Վերկաց մոտարի ու բարի Սուրճ ու սեր առավոտից։
Գիտեմ, մեկ չի, բայց միևնույն է մի բան կարող ենք ասել, որ միևնույն է, թե օրինակ եղանակը որքան տաք կամ սառը կլինի, կարևորը մեր տրամադրությունն է, չէ, մի քիչ ստեցի մարդկա շոքին չի դիմանում զուտ։ Այո, հատկապես եթե Երևանի ավելի ցածրադիր շրջաններում են ապրում, իսկապես շոկը անտանելի է։ Ես էլ երբ հյուր եմ գնում, ես միշտ գլուխ եմ գովում եթերում, որ քանի որ բարձրադիր շրջաններում եմ ապրում Երևանի, ավելի կոնկրետ մասիվում մի փոքր մեզ մոտ ավելի զով է։ Մեզ մոտ բարձրադիր չէ, բայց եւ օդն է մաքուր եւ զով է։ Հրաշալի է։ Այս պահին հեռախոսային հավելվածի համաձայն 27 աստիճան է մայրաքաղաքում, բայց հիշեցնեմ, որ օրվա ընթացքում դեռ բարձրանալու է ժամը 10:53, այնպես որ հուսով ենք, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի եւ հաճելի եւ տանելի։ Այո, իսկ եթե տանելի չէ, ապա գտեք տարբերակներ, որպեսզի դիմանաք շոքին, բայց մի բան եմ նկատել, որ շոքին ասում եք շատ շոք է, ձմռանն ասում եք շատ ցուրտ է, բա ոնց անենք։ Ես հասկանում եմ, որ միջին տարբերակն եք ուզում, բայց ֆիքսենք մի կարևոր բան, որ Հայաստանում երբեք չի եղել միջին եղանակ։ Նույնիսկ գարուն եւ աշուն նորմալ չենք ունեցել եւ կոնկրետ սեզոնի հագուստներ կամ պոշիկներ կան, որ չենք հասցնում հագնել, լավագույն դեպքում 1 կամ 2 անգամ։ Այո, ցավոք, ես ամենաշատն եմ դրա համար ափսոսում։ Կարծես թե ավտոճանապարհներին Երևանյան ոչինչ չի փոխվել, հա։ Չի փոխվել, բայց վթարներն են վերացել, դա իհարկե ոգևորում է, ոգեշնչում է։ Այո, այնպես արեք, որ վթարներ չլինեն եւ մենք էլ ստիպված չլինենք վաղ առավոտյան նման լուրեր հաղորդել հարգելի ռադիո լսողներ։ Նիշն էլ չի փոխվել, 6 է խցանման նիշը, այո։ Այնպես որ ձեզ մաղթում ենք հաճելի երթևեկություն, հուսանք չեք ընկնի շատ խցանումների մեջ եւ եւս մեկ նյարդայնացնող հանգամանք, մենք միշտ խոսում ենք խցանումներից, բայց չենք խոսում եւս մեկ կարեւոր բանի մասին։ Ախր խնդիրն այն է, որ այստեղ ուրիշ խնդիր էլ ունենք մենք, է։ Ասա որն է։ Որն է։ Կայանման խնդիրը, որ քաղաքում ընդհանրապես ցավոք, գրեթե չես կարողանում որևէ բան կայանել։ Ամենակարևորը, որ հաճախ հանդիպում ես մայրաքաղաքում քայլելով, եւ ոչ միայն մայրաքաղաքում, շատ դուր է գալիս, որ մեր մարզերի տարբեր քաղաքները եւս շատ ակտիվ են զբոսաշրջիկների առումով եւ քայլում ես ու տեսնում ես, թե որքան շատ զբոսաշրջիկներ կան։ Ու այստեղ կարող ենք ասել, որ մեր տուրիստոները շատ ինքնաբավ, բավարարված ու երջանիկ են, որովհետեւ նրանց շատ դուր է գալիս Հայաստանը, որը շատ ջերմ է, արևոտ է եւ ամենակարևորը մարդամոտ է ու հյուրընկալ։ Հուսով եմ, որ Լուսինեի նոր հնչեցրած բոլոր հատկանիշները կունենա այսօրը ձեզ համար եւ տուրիստոյի կյանքով, չէ՞։ Մեկ-մեկ նայես ասես ուզում եմ, այ այդ երկրում ապրեմ, որ նկարագրեցին։ Մենք ուղղակի սովոր ենք, իսկ մարդիկ կան, որ ավելի մեծ քաղաքներից են գալիս, բայց արի ուտես տարական բաներ կա, որ նրանք չունեն, իսկ մենք ունենք։ Դե մենք հասկացող ենք, էլի։ Մենք գիտենք, մենք սիրում ենք հարմարավետությունը եւ ամեն ինչ անում ենք, որ մեզ համար մաքսիմալ հարմարավետ լինի։ Նույնը իհարկե ստացվում է, որ զբոսաշրջիկների համար է լինում այդպես։ Դե ինչ լավոր ենք մաղթում ձեզ եւ օրվա լավ շարունակություն, հուսով ենք, որ կարողացանք չնայած մի փոքր ուշացումով, բայց ամեն դեպքում առավոտը ջերմ ու դրական դարձնել։ Մնացեք հանրայինի հետ հարգելի ռադիո լսողներ, որովհետև հանրայինը միշտ է աշխատում, չի հանգստանում երբևէ եւ անում է այդ ամենը սիրով ու հենց ձեզ համար։ Առավոտը սիրով ձեզ համար աշխատեցին իմ շատ սիրելի գեղեցկուհի Վեգա Անդրեասյանը եւ աննման Լուսինե Մուրադյանը։ Մնացեք հանրայինի հետ։ Ժպիտն էլ թող անպակաս լինի, տուրիստներին էլ ջերմ ողջունենք։ And I'll pay. This time let's do it my way. Moscow or Yerevan, London and Rome are fun. Let's choose the place number one. Roma canta di notte, pasta e pizza cotte, nuova lingua d'otte. Paris est la ville de l'amour, écoute juste Aznavour. Oh là là, oui et bonjour. Oh là là. Just this one life, just this one life, oh we got. Let's get close and fall in one night. You are the queen of this flight. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto. Musica forte, zona conforte. I am turisto, mani spendisto.
дам. Oh non, merci. Ночи Москвы как ток, ты мой каприз и мой шок, мой джаз, мой поп, мой рок. Երևանում երկուսով, հենց արավոտ բար լուսով, կշենք մենք երրորդ մասով. Let's wrap it all into real. Don't hide the joy that you feel. Our love is such a good deal. All we got is just this one life. Just this one life, all we got.